Կանայք պատերազմում եւ թիկունքում։ Կանայք ծառայել են զինված ուժերի ծագած պատերազմների ի հայտ գալուց ի վեր, թե մարտական, թե ոչ մարտական ստորաբաժանումներում։ 1914 թվականին կանանց դերը զինված ուժերում ամրապնդվել է, իսկ արդեն 1970-ականներին արևմտյան բանակների մեծ մասը սկսել են թույլատրել կանանց ծառայել զինված ուժերի բոլոր ճյուղերում։ Վերջին տասնամյակներում կանանց ներգրավվածությունը մարտական առաքելություններում աճել է, այսօր նրանք ծառայում են որպես օդաչուներ, տեխնիկական աշխատողներ եւ ծովահետևակային սպաներ։ 2022 թվականի դրությամբ միայն 3 երկիր էր զորակոչում կանանց եւ տղամարդկանց նույն պայմաններով՝ Նորվեգիան, Շվեդիան եւ Նիդերլանդները։ Դանիան նախատեսում է սկսել կանանց զորակոչը 2026 թվականին։ Մի քանի երկրներում էլ գործում են համապատասխան օրենքներ, որոնք թույլ են տալիս կանանց զորակոչվել զինված ուժեր, որոշ տարբերություններով եւ բացառություններով։ Ռուսաստանն այն երկրների շարքում է, որտեղ կանանց ներգրավվածությունը մարտական ստորաբաժանումներում բավականին մեծ թիվ է կազմում։ Պատմականորեն կին նորակոչիկները կամ գաղտնի կերպով միացել են հիմնական բանակին կամ աննկատ ընդունվել իրենց համար նախատեսված ստորաբաժանումներ։ Հավանաբար ամենանշանակալիցը կազակական գնդի թեթև հեծելազորային առաջնագծի զորամասն էր, որի հրամանատարը կին գնդապետ Ալեքսանդրա Կուդաշևան էր։ Այս հեծելազորային գունդը մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, ինչպես նաև ռուսական հեղափոխությանը։ Այն համարվում էր Ռուսաստանի պատմության մեջ առաջին սեռային ինտեգրված գունդը։ Սերբիայի բանակում ծառայող շոտլանդացի բժիշկ Էլսի Ինգլսը համակարգել է մոտ 8000 սերբ զինվորների նահանջը Ռումինիայի եւ հեղափոխական Ռուսաստանի տարածքով դեպի Սկանդինավիա, այնուհետև տրանսպորտային նավերով դեպի Անգլիա։ Իսկ Միլունկա Սավիչը ծառայության է անցել սերբական բանակում իր եղբոր փոխարեն։ Նա կռվել է ողջ պատերազմի ընթացքում, դառնալով ռազմական պատմության ամենաշատ պարգևատրված կանանցից մեկը։ 1917 թվականին Լորետա Ուոլշը դարձել է Միացյալ Նահանգներում առաջին կինը, որը բացահայտորեն ծառայության է անցել երկրի զինված ուժերում։ 1918 թվականին Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմում ավելի քան 2000 կին է կռվել կանանց Կարմիր գվարդիայում։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հազարավոր կանայք կռվել են խառը մարտական եւ թիկունքային ստորաբաժանումներում կամ աշխարհազորի կազմում, իսկ երկրորդ Չին-ճապոնական պատերազմի ժամանակ Չինաստանում ստեղծվել են մի քանի կանանց գումարտակներ, կանանց դաշտային ծառայության ջոկատը, կանանց պարտիզանական նվագախումբը եւ զինվորական ծառայության կորպուսը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցած բոլոր խոշոր երկրներում կազմավորվել են մարտական կամ թիկունքում գործող կանանց ջոկատներ։ Ավելի քան 500,000 կին ծառայել է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի հակաօդային ստորաբաժանումներում, ինչպես նաեւ Խորհրդային Միության առաջնագծի ստորաբաժանումներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շուրջ 350,000 կին ծառայել է ԱՄՆ զինված ուժերում որպես կանանց օժանդակ բանակային կորպուսի անդամներ։ Նրանցից 432-ը զոհվել են, իսկ 88-ը գերի ընկել։